Խաչատրյան, հավաքանուն դիմադիր անդամները, նաև ընդդիմադիր գործիչ Արտուր Չախոյանը ազանգում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նորքի թաղապետը, ով որ իդեպ Հանրապետություն կուսակցությունից է, հայհոյել է նրանց այսպես ռազմորկայի է մեծ վերածել միայն նրա համար, որով նրանք տեսնելուց են հրապարակել, որ մանկապարտեզը այսպես կիսաքանդված վիճակում է թերնորեն։ Ինչու է թաղապետը նա ի վերջո պաշտոնյա է։ Շատ միամիտ են իրանք, անկեղծ ասած, այստեղ գալու ճանապարհն եմ իմացել, մի քիչ անձնական գործերով երկոր մեկուսացած էի, զբաղված էի, լավ չեմ տիրապետում ինչ ոնց ինչ է ասվել, վստահաբար մենք հայտարարություն նաև կտարածենք, կտեսնեմ ինչի մասին է խոսքը, ինչ վերաբերվում է Չախոյան եւ ընդդիմադիր ավականու անդամ հայտարարություններին, իրենք թող սկզբում իրենց արտահայտություններին ու որը անընդհատ է, որը հանում է մարդկանց հուներից, որը իրենք միտումնավոր են անում նայեն դրան, որ նոր միտումնավոր, եթե դուք այս ավականու նիստին կամ առհասարակ եկեք ավականու նիստին հետևի շարքում, որտեղ մենք ենք նստել, ես այս մասով եմ ասում, ես պատկերացնում եմ նույնը ոնց են ասել նաև նոր-նորքի հետ կապված, ասում եմ, եկեք նստեք մեր շարքում ու տեսեք իրենց արտահայտությունները ու արդյոք կարելի է դիմանալ այդ արտահայտություններին։ Փոխադարձ իսկ դուք նայել եք տեսագրությունը եւ փոխադարձ վիրավորանքի առիթ չեք տեսել այնտեղ։ Ես առիթից եմ խոսում, սա գիտեք, եկեք չխառնեք մեզ շարժվող մնացած մարդկանց հետ, մենք ամեն ինչի պատասխանում ենք համապատասխան, ես ձեզ չեմ ասում, ես այն մարդկանց, ովքեր խոսել են այդ մասին լրագրողներին նկատի չունեմ, ես իմ անունից միշտ եմ ասել ու նաև ասում եմ, նորից կրկնում եմ, մենք բոլորին, բոլոր ձևերով պատասխանում ենք համահունչ, կպատասխանեն մեզ փողոցային լեքսիկոնով, կստանան փողոցային, կուզեն ծեծ, կստանան ծեծ, եթե մեր հետ կգնան այդ տարբերակով։ Ես սպառնալիք չեմ, ես ասում, եթե իրենք կգնան մեր հետ, իրենք եթե կգնան մեր հետ այդ տարբերակով, մենք կպատասխանենք այդ տարբերակով։ Փաստացի ես իմ անունից եմ ասում։ Ես ասում եմ, այն տարբերակը, որով կդիմի դիմացինը, կստանան նույն տարբերակը։ Մենք բոլոր տարբերակներին պատասխանում ենք համահունչ։ Նորից եմ ասում, այն ինչի մասին հարցնում եք, ես չեմ տիրապետում այս բանին։ Ինչի մասին է, ես տեսել եմ նախքան դա ձայնագրությունը, որտեղ իրենք գնացել էին, քանդում էին, առհասարակ եկեք սկսենք նրանից, ով է Չախոյանը կամ ով է Երևանի ավականու անդամը, ես, մյուսը, ես ուրիշ բան եմ ասում, լսեք մինչև վերջ, ես, մյուսը, որ իրավունք ունի պետական գույք առհասարակ փչացնելու, իրենք գնում են, պոկում են գործում են, իրենք գնում են, պոկում են, շպրտում են փողոց, իսկ իրենք ինչ իրավունք ունեն, թող դիմեն համապատասխան մարմիններին, համապատասխան մարմիններն է գործառույց նմանատիպ բաների համար, իրավունք ունեն քանդելու, պետական գույքը իրավունք ունեն քանդելու, իրենք անընդհատ գնում են մատով պոկում են, ձեռքով պոկում են, վերցնում են, շպրտում են, սա իրավապահ մարմինների բացթողությունն է, որ իրենց վրա քրեական գործեր չի հարուցվել դրա հետ կապված։ Իսկ այն ինչ իրանք ցույց էին տալիս, իդեպ ինչքանով որ ես եմ հիշում, ես զուտ որպես ավականու գործեր, ինչքանով որ ես եմ հիշում, իրենք կոնկրետ վիրավորում են վարչական շրջանի ղեկավարին, որի պաշտոնավարման ժամանակ էլ չի եղել դա։ Եկեք դες սկսենք այստեղից։ Իսկ իրենք ուղղակի վերցրել են մի հատ TikTok-յան հարթակ, որով նաև հնարավոր է երևի թե գումարներ աշխատել, որը ձևն է տենց, հա։ Դա գնացեք Նիկոլ Փաշինյանին հասցրեք, Հանրապետություն կուսակցությունը, թե TikTok-յան հարթակում, թե լայվային դաշտում երբեք Երևանի քաղաքի իշխանության կատարած ոչ։ Երևան քաղաքի իշխանության այն պահից սկսած, որ պահից մենք կազմել ենք կոալիցիա, այո, Երևան քաղաքի հետ կապված ԿՊ-ն ձեր շնորհիվ է վերարտադրվել։ ԿՊ-ն դաշնակցության, հա, ձեր չէ, ձեր դաշնակցության չէ։ ԿՊ-ն դաշնակցության Քոչարյանի շնորհիվ է վերարտադրվել։ Կազմել ենք, ասել եմ, Երևանի, ես լրատվամիջոցներին չէի ասում, ես հետո շարունակեցի։ Չէ, ես քաղաքական ուժ էր, եթե նկատեցիք, չլսեցիք, ասեցի Քոչարյանի ու դաշնակցության ու մնացածի վերաշնորհիվ է։ Այո, կա Երևանի շրջանակում, այո, կիսում ենք պատասխանատվություն։ Համար փաստորեն ընդունված լեզուն ծեծի լեզուն է, որ ասում Ոչ, ասեցի մեր հետ եթե կխոսեն նույնիսկ այդ լեզվով, կստանան այդ լեզվով։ Բնականաբար։ Որ տարածվում են ձեզ համար։ Ինչ ավտոբուսի ձայնագրություններ։ Ձայնագրություն տարածվեց, որ ահաբեկում են այն քաղաքացիները, որոնք չվճարեն, իջեցնել։ Այն քաղաքացիները, որոնք չվճարեն, կա ավականու որոշում, որի